Բարի լույս մամ ջան։ Ոնց ես մեռնեմ արևի, տես ինչ ես պատրաստում։ Իմ համար ցաշ եմ պատրաստում, մեռնեմ ջան։ Էդ սոխ ես կտրում, այս պատուանդ բաց է, ես ասում ես ինչ են ծիտիկները ծլվելում։ Հա, եկել եմ, վերադարձել եմ, բալա ջան։ Դե լավ է մեռնում։ Վերադարձել եմ իմ տուն։ Էդ ինչ ես խաշում, որ մամ։ Ուրեմն բղլորով փլատն եմ անում, անա, այդ հնդուշկի տտիկներն ա։ Հա, շատ եմ սիրում ես հնդուշկին, ամենամաքուր, ամենաարտար միշտն ա։ Ոչ չոտ ունի, ոչ իրան սպեցիֆիկ համ ունի եւ այլն։ Հավերից է լավ, տավարից է լավ, հորտից է լավ։ Շատ անշար կենտանի է հնդուշկեն։ Հնդուշկեն, հա, ինդյուշկան էլի, հա։ Հետո բատո ինչ ես պատրաստում։ Ես ունեմ երեկվանից պատրաստած, գործերս արեցի, ավարտեցի, վերջապես վերջնական ձևով ավարտված է մամ ջան։ Բոլորիդ բաները։ Ես շատ մեծ բավականություն ստացա, գնացի դեր լավ, տեսա թորներից տեսա, ուրախացա, իրանք է շատ ուրախացա։ Կյանքն է, եթե կոչվում է կյանք։ Եթե լավ սերմեր ես ցանում, անայդ, լավ պտուղ ես, լավ բերք ես հավաքում։ Շնորհակալ եմ ես Աստծուց, շնորհակալ եմ ձեր բոլորի ուշադրությունից, որ կարողանում եմ ես ինչ-որ մի գեղեցիկ բառեր արտահայտեմ, խոսամ, լավը խոսամ։ Չեմ սիրում վատախոսել, վատաբանել, թե գուզեն ամենաչարը, ամենայն անարժանին, նրան պետք է նորից գողաբանես, նրա մեջ կա, չէ՞ որ նա Աստված է ստեղծել, նրա մեջ կա բարություն, պատահական չի որ նրա մեջ չարություն ա մտել, դա կյանքից ա վերցրած, ինքն էլ երևի թույլ մարդ ա, որ կարողացել է այդ չարը ներարկել իր մեջ։ Դրա համար ցանկանում եմ ձեր ջանին մեռնեմ, ձեր ցավը տանեմ։ Այսօր գիտես, Ռուզանի հետ էի խոսում, ասեմ թե ամեն մարդի ցավը իրան ա, ասում ամեն մարդի վերջը իրան ա ցավ տալիս։ Այո։ Ասեմ տեսնես, դաժե որ այդ բառը պատահական ենք մենք ասում, որ փաթաթն ենք երեխին սիրում ենք, ասում ենք ցավը տանեմ, ցանկություն է էլի, որ այդ երեխի հոգսը, ցավը դու քո հետ կիսես, մայրը իր վրա վերցնի։ Ամեն մեկը չի, որ երեխուն ասում է ցավը տանեմ։ Դա պատահական բառ չի։ Դա մտածելով առաջացել այդ բառը, ցանկությունով առաջացել։ Դրա համար մենակ մայրը կնա, հայրը կարա, ծնողը կարա ասել երեխուն ցավը տանեմ։ Այո մամ։ Հենց որ մերժում ձեր ջանին, լավ եղեք, ամեն մեկը կարողացեք ձեր հոգսը, ձեր ամեն ինչը կիսվեք միասին կիսվեք, որտև ասма ընկերովի մահը հարսանիք է։ Այո, մեռնեմ։ Ցանկանում եմ ձեզ էլ առողջություն լինի, գործերին հաջողություն լինի, իմ լավ ժողովուրդ, իմ հայ ժողովուրդ, ես հպարտ եմ իմ մեջ, գիտես ինչ, շատ պատմություններ եմ ուսումնասիրել, շատ։ Բոլոր ազգերի, շատ մեծ ազգերի պատմություն ուսումնասիրել եմ։ Իմ ազգը հպարտ ազգ է, իմ ազգը չվերացվող ազգ է, որտեղ ինքը Աստծո ժողովուրդն է, Աստծո ստեղծածը ինքն է, աշխարհը ստեղծվել է հայերով։ Ով ինչ ուզում ասի, ինչ չասի, փոքր են մնացել, քիչ, նրանք փոքր չեն, նրանք քիչ չեն, նրանք հարմում են հողի տակից, բարձրանում են։ Ապրես մամ ջան, ապրես, թող Աստված քո ձենը լսի ու մեր ազգը միշտ լինի անփորձան։ Թող լսի Աստվածի ձենը, որ իր ժողովրդին լավ պահի, առողջ պահի։ Այո, մեռնեմ։ Դե ինչ ասեմ Սաթիկ ջան, այդ կալաները շատ սիրուն է, իսկ այս մեկը ворթերեր վալնում վրեն, հա, ասում ես, ինքը շատ վտանգավոր բան է։ Չի, Անայ ջան, Ամ չկա ворթ, ի՞նչ է։ Ոչինչ չկա։ Նո։ Ամեն ինչին է հնարավորություն կա, փառք Աստծո, կարողանում ես դու ուշադրություն դարձնել։ Այն օրը, հա, իհարկե, այն օրը մեկը հարցրել Անա, այս կարմիր կալաներից ես էլ ունեմ, անդադ չանում է, Սաթիկ տատիկը ոնց է անում, ասեցի խոսում է հետը։ Ապրես, սիրում է յուրաքանչյուր տերևի հետ։ Ինչքան ժամանակը մեկ ես ջրում մամ։ Շաբաթը մեկ, ժողովուրդ ջան, շաբաթը մեկ է ջրում, շատ ջրել չի սիրում սա։ սա։ Ջրել եմ, գնացել եմ, չէ՞։ Եկա նորից մի փոքր ջրեցի, շատ մի խոնավացրեք, ուղղակի ինքը պիտի էսի խոնավա սիրում։ Այո։ Եթե դուք Անահիտի նման եք, այո։ Կակտուսի նման չի։ Ես կակտուսներն եմ ջրել գնացել։ Ինչքան ժամանակ էր ջրում կակտուսը մամ։ 15 օրը մեկ։ Այ էսի Անահիտի համար է, ամիսը մեկ չկա ծաղիկ ամիսը մեկ ջրելի։ Դու ամիսը մեկն էլ ես մոռանում։ Հիմա ես գնացի քոնը ջրեցի, նայեցի շատ քիչ ուշադրություն դարձրի։ Մեռնեմ արևից, իմ ծաղկեբան, ծաղկեգործ, հրաշագործ։
բույսը դա կենթանի է, անայ։ Այո, գիտեմ, մամ ջան, Եթե աճում է, բարձրանում է, ուրեմն նա կենթանի է։ Պետք է խնամել, հա, տես ռեստորան նայելա։ Ոնց է իր տեղը գտել։ ժողովուրդ ջան, это для меня, девчата мои, ինձ էր վերաբերվում դա։ Ես էլ գնամ վերջին րոպեին սեղանը գցեմ, դուրսը, մենք դուրսն ենք ուտում, որովհետև դուրսը լավ տաք է, ավելի տաք, քան ներսը։ Ներսը սարմա, ներսը հինա 19 աստիճան է։ Հա, ահա որը, ասեմ մրսում ես, ասում ինչ ես մրսում։ Այ, ոբշեմ ժողովուրդ ջան, դե լավ, ես թռա, գնացի իմ խոհանոց, կհանդիպենք։ Կուկու, բարև դեզ սիրելիներս, բարև դեզ իմ լավ ժողովուրդ։ Հիմա կասեք Անահիտը կորում է, նորից գալիս։ Անահիտը բավականին զբաղված է, դեզ ասել եմ ես, եւ ուղղակի, քանի որ ես որոշեցի այսօր մի քիչ էս մի կողմի պատոհանը չէի մաքրել, առավոտը մեր մոտ լվանամ, ինչ հիշում եմ, որ պիտի ճանապարհության վերցնեմ, դնում եմ սեղանի վրա, որպեսզի չմոռանամ։ Սիրելիներս, ես այսօր որոշեցի այս մի փեղկերը չեմ մաքրել, փեղկերն եմ մաքրեմ, մի քիչ պրոբլեմատիկա է իմ մոտ, ես մի քիչ անտրամադիր եմ, որովհետև չեմ ուզում շատ խորանամ, ոչմ իմ առողջական ձեռքերի ոտքերի, բայց ոչինչ կանցնի, ուզում եմ մոռանամ, դրա համար հիմա պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի ես հաղթահարեմ այդ ցավերը։ Ուրեմն ես ընդհանրապես ինչու դուրս եկա, օլալա, Էրիկ չառաջորն եմ մաքրել սարդերը, վաու, գնամ նա բերեմ մաքրեմ սարդերներ, այս սենյակը հիմա դասավորեմ, ես շաբաթ կիրակի Դավիթենք են գալիս և գալիս են իմ եղբայրը, մենք մերոնք գալիս են ուիկեն տունը, հիմա տեղերը կփոխեմ, տեղաշոր, անգողինը, շատերը հարցնում են, Անահիտը, մենք նայում ենք շատ բլոգերներ, գիտեք դրանից էլ եմ հիասթափվում, ես դեզանից չեմ թաքցնում, ես պետք է ասեմ, իմ մոտ հիասթափություն է գալի և հարց է ծագում, շատերը գրում են Instagram-ով և առանց որևէ մի բանի, անգամ իմ դրուզյաները չէ, գրում են, որ դուք ձեր ընտանիքը ցույց չեք տալիս, շատերը կան ամբողջ իրանց ցեղը, ընտանիքը, գնում են Հայաստան, հետո գալիս են իրանց տուն, անդադ այս ընկերոջ տուն, այն ընկերոջ տուն, ժողովուրդ ջան, իմ ընտանիքի նման ընտանիք երևի մատների վրա հաշված կա, բայց ես հարգում եմ իմ ընտանիքի անդամներին և դա չի նշանակում, որ ես ցույց չեմ տալիս ամեն ինչ այսպես բաց վիճակում կամ պարելուց կամ երգելուց կամ ծիծաղալուց կամ ուտելուց կամ եւ այլն, դա չի նշանակում, որ ես ընտանիք չունեմ։ Նրանք ովքեր ինձ ճանաչում են իմ ընկերները, իրանք լավ են ճանաչում։ Ես մնացածի վրա, կարծիքի վրա, ասենց ինչ ասեմ, je m'en fous։ Գիտեմ, որ շատերը սիրում եք այդ լյուբապիտնի որ ընտանիքը ցույց տան, թե ինչ արեց, ով մտավ, ով գնաց ընկերների տուն։ Ես անում եմ ամեն ինչը սպոնտանե։ Եթե ես այդ օրը որոշում եմ գնալ ընկերների տուն, հարցում եմ, կարող եմ նկարել, ասում եմ, պրոբլեմ չկա, նայեք նկարում եմ։ Իմ ընկերությունը հիմնականում ֆրանսիացիներ են։ Ես ունեմ ընդամենը լավ երկու ընկերներ, որոնք ապրում են մեր կողքի քաղաքում։ Իրանք առավոտից իրիկուն աշխատում են, նենց չի ամբողջ օր գնամ իրաց տուն, նստեմ նկարեմ, որպեսզի ոմանց հաճույք պատճառեմ։ Դա բացառվում է։ Դա բացառվում է սիրելիներս, ես ձեզ ասեմ իմացեք, նրանք ովքեր մտածում են, որ Անահիտի ալիքը լյուբապիտնի ալիք է, չարաչար սխալվում է։ Անահիտի ալիքը, ինչ ասեմ, պոզիտիվ, դրական, որ 61 տարեկան կինը ինքը կարողանում է դեռ ապրել և շարժվել և աշխատել մնալ չափին սահմաններում շատերը կան կասեն, բայց մոդայի մեջ, այսինքն ուզում եմ քայլել իմ տարիքի համեմատ և ցույց տալ ամբողջ աշխարհին, որ տարիքը դրանք միայն թվեր են։ Ցույց եմ տալիս այս հրաշալի բնությունը, մայրիկիս, իմ տղան, իմ հարսս, որ տեսնեք, թե ոնց են, ինչ են եւ այլն։ Դա իմ ընտանիքն է, իհարկե ցույց եմ տալի ոչ ամեն ինչ, որովհետեւ դա կներեք գծել բլոգներ եւ ցույց տալ ամեն ինչ կներեք, դա անխելքություն է։ Պետք է ամեն մարդ իմանա, թե ինչ է ցույց տալիս։ Շատերը կան մտածում են, որ կամացեմ ան, որտեղ ձերքս ցավում է, ռոբոտը ալարում եմ բերեմ դնեմ։ Շատերը կան մտածում են, որ խոհանոցը ամեն ինչ կտրատենք, որ ամեն ինչ իդեալական տեսնենք։ Ոչ։ Հիմա ես ձեզ ցույց տվեցի սա, չէ՞ որ սեղանը տեսնեմ երևում է, որ իմ այս սրա վրա կան ապրանքներ, որ ստեղ կան ապրանքներ, բերել դրել եմ, որ լվանամ։ Այսինքն չեմ ֆիլտրում, դա եմ ցույց տալիս եւ
ասեմ ձեզ, որ ինչ ասեմ, սա իմն է, իսկ նրանք ովքեր չեն ցանկանում, կարող եք հենց հիմա, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ովքեր որ գրանցվել են եւ մտածում են, որ լավություն են կարելի գրանցվեն, հենց հիմա կարող եք դուրս գալ, որովհետեւ իմ համար այդ գրանցման թվերներ են դրանք նշանակություն չունեն։ Ու ես երբեք չեմ վախենում եւ չեմ վախեցել ասել այն, ինչ ճշմարտությունն է։ Ես գիտեք ինչ է, շատ երբեմն մտնում եմ Instagram նայում եմ բլոգերներ, բլոգերություն, այսինքն Instagram-յան բլոգերներ, որը որ կարճ է, որը որ ֆիլտրացնում են խոհանոց, տակ ցույց են տալիս բաղադրատոմսը։ Ես դա իմը չի։ Տեսնում եք, օրինակ ես ընկերուհին եմ ասում, ես դա եմ նայում, ժամանակ չեմ։ Դա իմը չի, սիրելիներս, կամած շարժումներից մեջ անեմ, որտեղ երկու ուսերս էլ ախավոր վիճակի մեջ են, ներվային վիճակա մոտս, որովհետև ես պետք է գնամ ճանապարհ եւ իմ պրեստուպները բռնում է։ Հիմա շատ այդ կասեք, Անայ ջան, թող մնա այդ գործը, որ մնա ով պիտի անի ժողովուրդ։ Չնայած կարամ քրոջս ասեմ գահանի, պրոբլեմ չի, ուղղակի ես չեմ սիրում հանձնվել։ Ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ձեզ ասել, սիրելիներս, նրանք ովքեր ինձ մեսաժ կուղարկեն, որ ասելով, որ դուք ինչու ձեր ընտանիքը ցույց չեք տալ, դրա համար էս քիչ են նայում։ Հիմա ասել էի։ Այ մի հատ լավ բառում են, չէ՞ մեր հայ ջանդամին թե չեն նայում։ Այն օրը Ջուլիայի հաղորդումն էր ուղարկել իմ լավ հետևորդուհին Մելանին, որ խոսում է ու իմ նման ես բնականաբար սա իմն ասա կուլտուրական եմ խոսում էլի, որ հանգարց մարդիկ իմանան։ Այն օրը լսում եմ մեր Դուրյանն էր մեր նման, ախ է սիրուն դա է ժողովուրդը կարոտում։ Այսինքն ժողովուրդը ո՞րն է։ Իմ թիմի 2000-ից 3000, ովքեր որ նայում են անընդհատ, այլ անայտում ձերքից ընկավ։ Ուղղակի դուրս եկա եթեր ասեմ, որ հիասթափությունս, այո, հիասթափվում եմ, որ մարդիկ սպասում են, որ ես պիտի նենց բան ցույց տամ, որ իրանք մտնեն, սենց քթերը խոթեն, տեսնեն ինչ է։ Ժողովուրդ, դուք դա նորմալ եք համարում, որ մի բլոգ տևում է 2 ժամ կամ մի ժամ ու կես եւ ամեն ինչ, ես դա նորմալ չեմ համարում։ Ես ընդհանրապես ասեմ ձեզ, գիտեք որ արդեն համայնքն ովքեր չեն ճանաչում, բավականին երկար տարիներ ապրում եմ Ֆրանսիացի ամուսինս եւ բացի նրանից էլ ես քանի որ աշխատում եմ մի հատ կոմերս ստրուկտուրայում, այսինքն ներկայացուցիչ եմ բան այդ կանանցի զգեստների եւ ես ունեմ բավականին շատ հաճախորդներ կլիենտներ, իրենք բնականաբար որ արդեն ինչ որ մեկը մի բան է ներկայացնում, ինձ ամիջապես զանգում են, գիտես Անահիտ, մենք սա ենք ներկայացնում, կարող եմ գան քո տունը դու հավաքես մի քանի կանանց եւ այլ։ Բնականաբար չեմ կարող ասել, չէ, որովհետեւ իմ համար դժվար է ասել ձեզ, որովհետեւ ես չեմ սիրում մարդկանց ստիպել, բայց գիտեմ, որ ընկերուհիներիս ասեմ կգան։ Եվ ես գնում եմ բավականին շատ նյութեր, որոնք ունեն բավականին թանկ գին։ Եվ դա գնում ենք այսպես պրեզենտացիաներին, ներկայացնում են մի հատ սովորական այն շորը, որ ակցիոնից գնում ենք 1 եվրո, ես մեր այդ կինը, որ վաճառում է 16, 18, 20 եվրո արժի։ Ճիշտ ասած, հավատում ես մարդկանց, բայց հետո 1-2 անգամ օգտագործելուց զգում ես, որ այդ նույն բանը կա ուրիշ տեղ։ Հիմա ձեզ ասեմ, այդքան նյութերի մեջից սա հայտնաբերել եմ ինքս ակցիոնից Crème Glanner, անգլերեն մաքրություն, միրակլը, այսինքն հրաշալի բան է։ Սա երեխեք գազի վրա, այս ամբողջ այս բանը, այդ փեղկեր եւ այլն, պլաստիկ, ինչը մաքրում են, բաղնիկներ է մաքրում։ Հիմա ես մի հատ բերեմ այս ձեր հետ խոսալով, լավ, նա, գիտեք ինչ, ես ելի եմ ձեզ ասում, սիրելիներս, ես ասեցի, չէ, զբաղված եմ, հանկարծ չմտածեք, թե ինչու չէի դուրս գալիս, զբաղված է եւ մի քիչ անտրամադիր, իսկ որ անտրամադիր եմ լինում, չեմ ուզում ձեզ փոխանցել, որովհետեւ գիտեմ շատերն ավելի խնդիրներ ունեն եւ ինչու լացենք, եթե կարող ենք ուրախ լինել։ Դա իմ սկզբունքն է։ Տեսնում եք, Անահիտ այսօր իր շարժումների մեջ բավականին զգուշ է։ Դաժե այսպես կամաց եմ անում, դե ինչ արած, ես գիտեմ եւ սպասում եմ, եւ որոշումը իմն է կկայացնեմ,
որ սրա վերջը լինելու է վիրահատություն։ Բայց ինչ արած։ Եթե հասնի դրան, պիտի հասնի։ Ուղղակի գնալու եմ ճանապարհորդության, ունեմ մի քանի ճանապարհորդություններ եւ վախենում եմ, որ այդ ճանապարհորդություններս ամբողջությամբ փչանա։ Հիմա ես մի հատ ուզում եմ այսօր զանգեմ իմ բժշկին, նայեք հասնեմ տեսնեմ ինչ կարելի է անել։ Մի հատ միջոց կա ուսի այդ կալցիֆիկացիայի վրա։ Դա բանա, սրսկում են, պիտի անեի ես գնացել էի կլինիկա, որ ամառը տենց եղավ, սրսկում են մեջը, ինքը այդ ամբողջ այդ քարերը լվացնում է, նարկոսով են անում, բայց ռադիոլոգիայի բաժնում են անում։ Դե ինչ սիրելիներս, հիմա մի հատ բերեմ ես բանն էլ լվանամ, այդ փեղկը լվանամ, որովհետև իմ ներվերի վրա ազդում է, եւ հետո արդեն կանցնենք մեր հիմնական գործին։ Մաքրություն, ճաշ, այսօր որոշել եմ պատրաստեմ ամուսինս ասեց անի, այն որ, այս ինչ մաքուր է, կարիք էլ չկա լվանալու։ Ասեց անդիվ վաղուց չես սարքել, հետո հիշեցի, որ ճիշտ էր ասում, հիմա ուզում եմ մի հատ անձիվ անեմ, ռոքֆորով, այ լույսը վառեմ, մի հատ բան չեմ տեսնում։ Ինչ լավ է մաքրվել, բարի լույս մամ ջան։ Ոնց ես։ Այն օրը մեկը գրել էր մեր տրադիցիոնի ավելը աշխարհի որ ծայրում է լինի մեր հետ է։ Սրանից լավ բան չկա։ Ես ինչ լավ է մաքրել, մամ, մալադեց։ Մալանձենց։ Ադրևնել որ եկա։ Հա։ Զարանքները լրիվ փեղը պնդրվեց, արդեն հողը պնդրեց։ Կակրաս քո համար էր էլի անձրևը։ Նորը նայում է ակնի, վա, ինչ անել, ես ես փեղտո դա։ Մամ, ես ավելը այս թազն օգտագործի նորը։ Այսօր մեր մոտ անձրև էին հաղորդել, բայց լավ արև է։ Ինչ լավ է։ Դե արի ու հավատա այդ եղանակներին։ Ժողովուրդ եկա բաղնիկ։ Արդեն լվացրեցի, դրա համար փակեմ հիմա։ Թերաթողված մնա։ Ուրեմն մտածեցի, բերեմ ռուբոյին մարդն ասում, դնեմ լվանա պես բանը, աղվադը դուշի այդ ապակիները, բայց հետո որոշեցի, որ ոչ, ասեք ինչու, հնջու, ասեք հնջու, ասեմ ինչու։ Ուրեմն ասեմ դες ինչու։ Մազերս մի ահավորա, որովհետև ես մի բան եմ պատվիրել, ես չգիտեմ թե դա լավն է թե վատն է, կտեսնենք միասին, ինքը ըստ ինձ ինքը հետաքրքիր ինչ-որ մի բան է, որը որ ես շատ սպասում եմ անհամբերությամբ եմ սպասում, դրա համար ես կթողնեմ, որ միասին փորձենք։ Մի քանի բաներ պետք է ձեզ ցույց տամ, հետաքրքիր բաներ, հայտնաբերություններ ձեր Անահիտի կողմից։ Հիմա ես պատուհանը լվացրեցի, իմ նյութերի, շամպունների, ես ամեն ինչը դարակը դասավորված է, ուզում եմ ձեզ ցույց տամ, ժողովուրդ ջան, որ իմանաք էլի, երբ որ ամեն ինչը իր տեղում է գտնվում, այնքան հեշտ է հետո ամեն ինչը։ Ներքևը շամպուններն են, երկրորդ հարկը սերժինն է, այս ձախ կողմը յոդ սպիրտ, որովհետև Անահիտ անդադ կտրտում է, վերևը նյութերն եմ դրել, իսկ ներքևի հատվածում ներկեսը, ներքի սեղանը, ներքի ափսեն և չոտկան։ Հիմա սա է, և ես հիմա կկանգնեմ այստեղ և միասին մենք կդասավորենք այս իմ շամպունների մասը, որը որ ես շամպուն էի գնել ժողովուրդ, այս շամպունը վատը չէր, բայց այս սա ես որ ունեմ, թեկուս սև է, սա սև չի, սա բիոլոգիստի կանանչա, լավն է շատ, սա գնում է աղբի մեջ, սա շամպունները եկեք դնենք վերևը, ապխե շամպուն, սրան գնել է, բայց այդքան դուրս չեկա, սա մնում է, ամուսնուց համար սև սապոն, սև օճար, սա իմ ներքի բաննա, բալզամնա, որ ուղակի
Հրաշք, մի հրաշք։ Ամբողջ բաղնիքի լոգասենյակի լավ սենյակը մաքրելա եւ անցնեմ խոհանոց ամիջապես մի հատ անձիվը դնեմ թող խաշվի, շոքե խաշվի, որպեսզի հետո արդեն դա շատ հեշտ բան արդեն լինի։ Մտածում եմ ինչով կարելի է սարքել, երևի թե միանգամից վիճնայով կփաթաթեմ, որ այդպես ավելի համմսային լինի, համ էլ ավելի համեղ լինի։ Հիմա սա այսպես փայլացրեցինք։ ապարատուրասը զնգզնգում, բայց ոչիչ, ժամանակ ունեմ, միանգամից, որ ինչ են ասում, միանգամից էսա սենց անեմ, որպեսզի դեկորացիվնի լինի, ավելի գեղեցիկ է, միանգամից ձուել էի խաշում, դրա համար ձվի խաշման րոպեն ավարտվել է, բայց անձիվը 5 րոպե կպտտացնեմ, ու վարա ժողովրդյան բաղնիքը ավարտվեց, այս սենյակներ ամբողջությամբ ավարտվեց, միջանցքն էլ անեմ ու արդեն գնամ այն մյուս թևի վրա, մի հատ ուղղակի փոշիները հատակը լվանամ, ժողովուրդ այսօր ես մի գործով եմ եկել բյուրո, ուտենց եկա ու որ ասում եմ լրվեցի մնացի բյուրոյում, մաքրեցի ամբողջ տները, մաքրեցի և իհարկե ինչու եմ մաքրում, որովհետև երբ որ ես նստում եմ, իմ ուսից ցավը սկսում է ավելի շատ անել, դրա համար ասեց Անահիտ քեզ տեսնում, քայլում եմ անդադ ու ձեռքի հետ ասենց ասենք վարժություններ եմ անում, որ ինչ որ արա Ուրեմն այսօր իմ լավ հետևորդուհիներից մեկը Արմինեն դել էր, որ Անահիտ ջան կարող ես մեզ ասել, մի քիչ խոսել
Ֆրանսիայի կանանց մասին արդյոք իրենք էլ են մատրիարխ, այսինքն մոր կնոջ ձայնն է, մատրիարխ, թե միայն Ռուսաստանում եւ Հայաստանում են այդպես մատրիարխ։ Շատ հետաքրքիր հարց է եւ շատ ճիշտ պետք է պատասխանեմ, որովհետեւ ինձ թվում է դա բոլոր կանանց հետաքրքրում է։ Եվ ես այն կպատասխանեմ, կխոսեմ հատուկ մի վլոգ կանեմ, իհարկե հետաքրքրող, ովքեր հետաքրքրում են կարող են նայել, իսկ ովքեր ում չի հետաքրքրում կարող եք չդիտել, բայց անպայման մեր Արմինեի խնդրանքը կկատարեմ, մի կատարկացեմ, եւ մի հարցեր ունեի այնտեղ, մեկներ էր հարց տվել, կտեսնեմ եւ կպատասխանեմ։ Եվ կներեք, մեկներ էր հարց տվել, բայց չեմ հիշում, ինչ կնայեմ եւ կաշխատեմ պատասխանել եւ դա կլինի ձեր հարցերի պատասխանը։ Հիմա ես պետք է գործեր ունեմ խոհանոցում, գնամ գործերս անեմ, ես պատվեր էի տվել տաբատ, բայց դուրս չեկավ, իմ հավաքածուից լավը չկա, ես ձեզ ցույց կտամ իմ հավաքածուի նորությունը, որը մի հրաշալի մի բան է, տաբատ եւ ժիլետ, ասում ենք պապիկի ժիլետ անթև, շատ գեղեցիկ է, ես ճիշտ ասած կասկածում էի, որ իմ վրա կլինի, բայց մի քիչ մեծ վերցրեցի բոյի համար, որպեսզի երկար լինի, ես այն ցույց կտամ եւ շորտ կգցեմ եւ ցույց կտամ ձեզ։ Պիջակը չեմ պատվիրել, ճիշտ ասած կասկած կա մեջը, բայց քանի որ ինքը գծերով է եւ իմ գազարագույն կարմիր գույնի պիջակիս կա գծեր, աստարի մասը, որոշեցի ավելի շատ գեղեցիկ կլինի միասին, չնայած տրոյկան էլ գեղեցիկ կլիներ երեքն իրար հետ, բայց մի քիչ չեմ սիրում շատ կլասիկայի մեջ ընկնել։ Սա այսպես սիրելիներս, դե ինչ հիմա ես դուրս գամ, գնամ եւ անցնեմ իմ գործին։ Ես ակնոցներս հեսա շուտով կստանամ, նայեցի տեսասա, ճիշտ ասած իմ սիրունը բանին այդ աշխատողին հարցեցի, ասեցի, մի հատ էլ ասեցի դրանից տվեք եւ ինքը ինձ նվեր տվեց, բնականաբար մեծ բան չէր։ Նվեր ասեցի, հիշեցի, ես մի հատ զանգեմ ապահովագրություն եւ կմիանամ ձեր հետ խոհանոցում, չգիտեմ, միգուցե թե չգցեմ, շորտ եմ անելու ավելի շուտ, կդիտեք ելակով տիրամիսու եմ պատրաստելու իտալական բանով, բաղադրատոմսով, ամուսինս սիրում է, քանի որ ելակի սեզոնն է, որոշել եմ պատրաստել ելակով եւ պետք է տիրամիսու եւ պետք է տեղավորվեմ այդ 3 րոպեի մեջ։ Հիմա ես այն կանեմ արագ, վազում է արագ, գնամ հիմա պիլասոս անեմ եւ ինադու եմ ասում պիլասոս եւ անցնեմ գործի, ես հենց նստում, իրավունք չունեմ նստելու, որտեղ բավականին գործեր ունեմ, գնացեք հիմա մի հատ լվաց գցեմ, ձեր Անահիտը վերադառնում է կամաց, նորից օրդինատորի վրա գործեր ունեմ, ճիշտ ասած ամեն ինչ նարել եմ, ուղղակի իրավունք ունենք մոդիֆիկացիա անելու ժամանակ ունեմ էլի դեռ մինչև մայիսի վերջ, դրա համար ես հիմա պետք է մի հատ էլ նայեմ, anցնեմ վրայով եւ օրդինատորից մի հատ մաքրեմ, դուրս չի գալիս։ Գնացինք սիրելիներս։ Je voulais justement voir. Tu peux me donner maintenant pour voir si ça marche parce que attends une seconde. Je te dis pas bonjour. Quoi? Tu le sais, tu veux pas qu'on en rediscute? Երեխեք ջան, մեքենայի մեջ բենզին չկար, ջղայնանում է։ Այնպես որ այսօր Սերգեյ Սերգեյեvichը ջղայնացած է։ Չին, Chris. Jean-Claude Chin. Nos amis fidèles. Sergio Chin. Non, maman, t'inquiète, on en rediscutera. Il m'énerve. Non, c'est toi qui m'as énervé, moi, tu sais.
Ժողովուրդ մեկ ժողովուրդ ջան ջղայնացել ավերես բենզին չի եղել։ Ժողովուրդ ջան, ուրեմն քանի որ ես առաջին անգամ եմ սա վերցնում, դրա համար եմ ձեր համար նկարում։ Սա խխունջն է, խխունջի մեջուկն է, բանի այդ պաքսիմատով արված եւ c'est quoi petit pois, non? Եվ պյուրե է, գարոխի պյուրեն տես կրեմով պատրաստած, սա կոչվում է աղցան։ Նրանք ովքեր չեն պատրաստել, կարող եք պատրաստել, եթե սիրում եք խխունջը։ Խխունջի մեջից անում եք, դնում եք պաքսիմատով, կարելի է, գիտես, պատրաստել։ On peut faire ça à la maison, hein? Oui. Et C'est bon. Et Bon appétit. Bon appétit ici. Merci. Միսը ռոկֆորի սոուսով եւ բանջարեղեններով ժողովուրդ։ bon. Bonjour. Սա պաղպաղակ է շոկոլադի սոուսով։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ իմ վլոգը այս գեղեցիկ տեսարանով, ցանկանամ ձեզ բարի դիտում եւ ամենակարևորը՝ բարի օր։ Համբուրում եմ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։